Հարց 7. Որ տրանսպորտային միջոցի վարորդը ունի առաջնահերթ երթևեկության իրավունք, այսինքն առաջինը կարող է մուտք գործել խաչմերուկ և իր ճանապարհը շարունակել։ Դե ինչ, տեսանք խաչմերուկ, սա կոչվում է Տ-աձև խաչմերուկ։ Այս խաչմերուկում փնտրում ենք 3 կարևորագույն հանգամանքները։ Առաջինը՝ կարգավորող անձ, այսինքն ոստիկան, ով կանգնած կլիներ խաչմերուկի մեջտեղում և ուղղություն ցույց կտար, կասեր, թե ով առաջինը անցնի, ով սպասի։ Դե ինչ, չունենք կարգավորող անձ։ Երկրորդը, փնտրում ենք լուսացույց։ Լուսացույց նույնպես չկա։ Երրորդը, ճանապարհային նշան։ Գտանք ճանապարհային նշան։ Ցույց է տրված գլխավոր ճանապարհի նշանը, դեղին շեղանկյունը, որի տակ կա հավելյալ ցուցանակ։ Այդպիսի նշանները կոչվում են հավելյալ տեղեկատվության նշաններ։ Ինչ են իրենք ասում։ Ավելի մանրամասն ինֆորմացիա են տալիս իրենց վերևում տեղադրված նշանի մասին։ Տվյալ դեպքում գլխավոր ճանապարհի նշանը, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե այս Տ-աձև խաչմերուկում որն է գլխավոր ճանապարհը, նրա տակ կախված է ևս մի հավելյալ ցուցանակ, որի վրա նշված է խաչուփաճ, այսպես ասած, եւ սև գույնով մքացրած է այն ուղղությունը, որը համարվում է գլխավոր ճանապարհ։ Օրինակ, բեռնատարը, կապույտ ավտոմոբիլը, որ դիտարկում ենք, իր կողմից հասկանում ենք, որ նա գտնվում է գլխավոր ճանապարհի վրա եւ ըստ այդ ցուցանակի նրանից աջ կողմ շարունակվող ճանապարհն է համարվում գլխավոր ճանապարհ։ Նույնը դիտարկում ենք հեծանվորդի կողմից։ Ցուցանակի վրա նշված է, որ այդ ճանապարհը, որի վրա հեծանվորդն է գտնվում, գլխավոր է եւ նրանից դեպի ձախ շարունակվող ճանապարհը գլխավոր է, այսինքն ոչ թե դեպի ուղիղ առաջ շարունակվողը։ Դե ինչ, գլխավոր ճանապարհի վրա են գտնվում եւ մեր ավտոմոբիլը եւ հեծանվորդը, այսինքն երկուսն էլ հավասար իրավունքներ ունեն։ Առաջինը մուտք գործելու խաչմերուկ։ Հավասար իրավունքների դեպքում օգտվում ենք աջից հարված կանոնից։ Աջից հարված նշանակում է յուրաքանչյուր տրանսպորտային միջոց իր աջ կողմը համարում է խոցելի, վտանգավոր եւ մուտք կգործի խաչմերուկ միայն այն դեպքում, երբ իր աջ կողմը մեքենա չլինի։ Օրինակ, եթե մեր բեռնատարը այժմ մտնի խաչմերուկ, աջ կողմից նրան կարող է հարվածել հեծանվորդը, ուստի նա կսպասի, մինչև հեծանվորդը իր ճանապարհը, խաչմերուկ կմտնի իր ճանապարհով կգնա եւ նոր մեր բեռնատարը արդեն իր մանևրը կկատարի։ Ուստի բեռնատարը հիմա չի մտնի խաչմերուկ, կզիջի ճանապարհը հեծանվորդին։ Հեծանվորդը առաջինը կգնա, հետևաբար առաջնահերթ երթևեկության իրավունք այս պահին ունի հեծանվորդը։ Հետո նոր բեռնատարը կգնա։ Ուստի մեր պատասխանն է երկրորդ։ Հեծանվորդը առաջինը կգնա խաչմերուկ։